դուք նոր նշեք այն լիազորությունը, որով վարչապետը ոչ այդպիսի լիազորություն չկա։ Եվ ոչ մեկ չի ասել, որ այդպիսի լիազորություն կա, կամ 1000 անգամ այս մասին խոսել են, մտահոգություն բարձրացնելը քաղաքացիների, եկեղեցականների եւ այլն, դա չի նշանակում, որ պետք է գրած լինի, օրինակ վարչապետը խոսում է ձեզ հետ, դուք հարց եք տալիս, վարչապետը պատասխանում է ձեր հարցին, գրած չի ոչ մեկտեղ, որ վարչապետը ձեր հարցին պետք է պատասխանի, որ պատասխանի լիազորությունն վերազանցելու։ Այսինքն պետք չի ամեն ինչ քառակուսիացնել եւ փորձել այնպես ներկայացնել, որ մի ծայրահեղ վատ բան է տեղի ունենում։ Տեսեք, պետք չի կարգալույց եղած չեն։ Այսինչ քահանան ասում է կարգալույց եղած չեն, հիմա դա տարբերություն կա քաղաքացին ասի, թե օրինակ նախարարը կամ վարչապետը։ Ինչու վարչապետը ձեր կարծիքով զրկված է քաղաքացու իրավունքներից։ լիազորությունները վայրդի եւ որպես քաղաքացի վարչապետը քաղաքացի է, մեր քաղաքացի է եւ վարչապետ երբ որ Ես տեսեք, դա վարչապետի գործն է, վարչապետը անում է այն, ինչ ճիշտ է գտնում, եւ հիմա դուք ինձ հարցեր եք տալիս, թե ինչու է այսպես անում, որտեղ այսօր վարչապետն է մեր պետության գրել է վարչապետ կողքը։ Ասեք, նույն Նիկոլ Փաշինյանն է, որը նաեւ գիտեք, թող գրեր քաղաքացի կողմը, թող գրեր քաղաքացի կողմը։ Այո, բայց ով ասում, դուք ուզում եք ես ասեմ, որ երբ որ մարդը պաշտոնատար անձը մարդ չի։ Դե ասեք, դուք եք ասում։ Սահմանազատում Շատ լավ, ինձ եք ասում։ Ճաշակի հարցը, թող ստորագրում։ Եկեղեցու գործերին, որևէ մեկը եկեղեցու գործերին չի միջամտում։ Մենք խոսում ենք անբարեշտ եկեղեցականների մասին, այս թեմայով ենք շատ խոսել։ Դուք եկեք հարցերի հերթականություններ, եկեք մենք շատ շեղվեցինք մեր կատարած աշխատանքի հաշվետվությունից եւ մեր առաջկա անելիքները ներկայացնելուց, բայց եկեք այս կետում ավարտենք։ Խոսքս ամփոփում հետեւյալով։ Որպես կրոնական կազմակերպության շագերտավոր մասնակից յուրաքանչյուր հայ քրիստոնյա իրավունք ունի բարձրաձայնել այն խնդիրների մասին, որոնք տեսնում է։ Եթե դա անում է այն անձը, ով այդ խնդիրների վերհանմանը ավելի մեծ հասանելիություն ունի եւ իր համար ավելի տեսանելի է, սա ոչ մի կետում չի նշանակում, որ այդ երևույթը վատն է։ Այսինքն, եթե թեկուզ եւ ի պաշտոն է, մենք չենք երկխոսում։ Ես եմ խոսում, հիմա դուք լսում եք, հետո դուք հարց կտաք, ես ձեզ կլսեմ սիրով։ Դա չպետք է ներկայացնել այն լույսի ներքո, որ մենք գործ ունենք ծայրաստիճան վատ երևույթի մասին։ Հիմա բարձրաձայնում ենք մեր մտահոգությունները, անհամաձայնություն ունենք որպես եկեղեցու հետևորդ այն ամենի հետ ինչ որ տեղի ունենում, եւ տեսնում ենք այդ միայն չեք բարձրաձայնում, չենք երկխոսում, մենք չենք երկխոսում, գործընկերներ մենք ժամանակ ֆորմատը այդպեսինը չէ, ֆորմատը այդպեսինը չէ, դա ուղղակի որպես քաղաքացի ֆորմատը այդպեսինը չէ, եւ ինչ վերաբերում է քրեական բարույթներին, ես նախորդիվ էլ հնարավորություն ունեցա նշելու որոշ եկեղեցականների հետ կապված որոշ ապացույցներ նաեւ հասանելի են դարձվել հանրությանը եւ մեր սիրելի քաղաքացիները հնարավորություն եւ իրավունք ունեն անելու սեփական հետևությունները։ Ով է ասել, որ օրինակ եկեղեցականը պետք է իրավունք կամ հնարավորություն ունենա զինված օրինակ հեղաշրջում նախապատրաստելու։ Ով է ասել։ Չգիտեմ, ենթադրել առաջ կա, բայց ենթադրել այո։ Դեռ այո, եւ դրա համար եմ ասում, քանի որ որոշ ապացույցներ հասանելի են դարձել, մենք մեր դատողությունները կարող ենք անել եւ նաեւ նշել են, որ դրանք վճռորոշ չեն, պարտադիր չեն, մենք պետք է սպասենք եւ այդպիսի հետեւություններ կանեն նաեւ պրոֆեսիոնալ մարմինները, որոնք նման իրավունք եւ հնարավորություններ։ Եվ մի բան է։ Ուզում եմ նաեւ այս հարթակը օգտագործելով ասել, նախընտրական քարոզարշավի կազմակերպման հետ կապված
կան մարմիններ եւ մարդիկ, ում արգելված է նախընտրական քարոզարշավ իրականացնել։ Սա խոսում է ապաքաղաքական լինելու օրենսդրական պահանջի մասին եւ խախտումը հանգեցնում է իհարկե պատասխանատվության։ Կրոնական կազմակերպություններին արգելված է քարոզարշավ իրականացնել։ Եվ սա նշանակում է վարչական իրավախախտների վերաբերյալ պատասխանատվության նախատեսվում, ընտրական օրենսգրքով էլ համապատասխան արգելքներ են նախատեսվում, կարող բացել եւ կարդալ։ Կրկնում եմ, կրոնական կազմակերպություններին արգելված է նախընտրական քարոզարշավ իրականացնել։ Հիմա չեմ խոսում արգելքների մասին։ Ես չեմ ասում դա եղել է, նախընտրական քարոզարշավ նոր է լինելու։ Ես ասում եմ որպես տեղեկատվություն։ Չէ, տեղեկատվություն եմ ասում։ Եվ որպես հետագան դուք ինձ հարցեր եք վստահաբար ուղղելու այս մասով։ Դրանք կանխարգելելու միտումով եմ ասում, որովհետև նախկինում էլ են եղել հարցեր արդյոք եկեղեցականները կարող են զբաղվել քաղաքականության հարցով եւ այլն։ Այդ հարցերին հիմա ես չեմ անդրադառնա, ամփոփում եմ այս կետում։ Վերջ։